Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ։ Այսօրվա թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը եւ նրա գործունեությունը։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը բացվել է 2007 թվականին։ Այն կրթամշակութային կենտրոն է։ Կրթական բաժնում ներառված են հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն։ Լեզուներից վերացերենը որպես պետական լեզու եւ անգլերեն։ Մշակութային բաժնում ներառված է երգարվեստ, պարարվեստ, նկարչություն եւ դիզայն։ 2017 թվականին կենտրոնում բացվել է նաև թանգարան, չմեռնող մշակույթ եւ մշակույթն ապրում է խորագրերով։ Չմեռնող մշակույթ բաժնում ներկայացված է Ջավախքի կնոջ ձեռքի աշխատանքները, կենցաղային իրերը սկսած 1910 թվականից։ Իսկ մշակույթն ապրում է բաժնում ներկայացված է երիտասարդական կենտրոնի դիզայնի խմբակի աշակերտների աշխատանքները։ Թանգարանային իրերի հավաքագրմանը մասնակցել են ծնողները։ Միտքը եղել է տնօրեն Կարինե Թադևոսյանինը։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կազմակերպվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ, բանավեճ քննարկումներ եւ բաց դասեր։ Ինչպես նաեւ կազմակերպվում է ճանաչողական էքսկուրսիաներ Վրաստանի եւ Հայաստանի տարբեր պատմական վայրերում։ Կենտրոնի պատմության եւ գրականության խմբակի աշակերտների համար կազմակերպվում են մրցույթներ։ Մրցույթների հաղթողները մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության, Սփյուռքի բաժնի նախարարության, Համահայկական հայագիտական օլիմպիադաներին, որոնց մասնակցում են աշխարհի 11 երկրներից եկած հայ աշակերտները։ Կենտրոնը միշտ էլ ունեցել է այս օլիմպիադաներում հաղթող աշակերտներ։ Մինչև 2019 թվականը 7 տարի անընդմեջ երիտասարդական կենտրոնի լավագույն ասմունքողները մասնակցել են Արցախի, Շուշիում կազմակերպված համահայկական ասմունքի փառատոներին, այնտեղ եւս կենտրոնը ունեցել է հաղթողներ։ Կենտրոնում գործում է նաեւ պատանեկան միություն, որտեղ անցկացվում են դասախոսություններ, ազգային հերոսների նվիրված ֆիլմերի դիտումներ, քննարկում բանավեճեր եւ նաեւ արշավներ։ 2012 թվականից կենտրոնում անցկացվում է Ջավախք ճամբար ծրագիրը, որին մասնակցում է ավելի քան 150 աշակերտ։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը ունի նաեւ գրադարան, որից օգտվում են ոչ միայն աշակերտները, այլ նաեւ բնակիչները։ 2022 թվականին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Թումոյև հայ օգնության միության Ջավախքի մասնաճյուղի համագործակցության արդյունքում բացվեց Թումոյի կրթական ծրագիրը, որը այժմ հասանելի է Ջավախքի պատանիների համար։ Իսկ այժմ ձեզ կներկայացնենք, թե ինչ գործունեություն է ծավալում Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը։ Բարև ձեզ, ես Սաշա Ղովապյանն եմ, ես Թումոյում աշխատում եմ որպես մարզիչ, մենք հիմա երկու բառով կպատմենք Թումոյի մասին եւ ոնց որ ասած կանխենք, թե մենք այստեղ ինչեր ենք սովորում։ Մեր Ախալքալաքի Թումո կենտրոնի մասնաճյուղը բացվել է 2022 թվականին, գտնվում է երիտասարդական կենտրոնում, Դարբինան 22 հասցեում, նշեմ, որ մեր մասնաճյուղը բացվել է Երևանի կենտրոնից։ Թումոյում կարող եմ ասել, որ ոլորտները 14-ն են, ոլորտները շատ տարբեր են։ Ուսանողների նախ գրանցումը սկսվում է 12-ից մինչև 18 տարեկան։ Ոլորտները 14 ոլորտից ընտրում են իրենք թե ինչ սովորեն, ընտրում են 4-ը եւ խորացված սովորում են։ Նշեմ, որ մեր ուսանողները նաեւ հնարավորություն ունեն on-line, այս բային ճիշտ է արկայել ունեցել ենք, բայց այս բային հնարավորություններ չկան, բայց լինում է դասընթացներ, մեր ուսանողները հնարավորություն ունեն այդ դասընթացներին on-line մասնակցելու եւ տվյալ գիտելիքի տվյալ վարժանքի մասին ել ավելի խորացված իմանալու եւ սովորելու։ Ուսանողների դասի տևողությունը տևում է 2 ժամ, օրերը երկուշաբթիից ուրբաթ են եւ ընտրում են իրանք դասի ժամանակ, այսինքն դասի գալուց, Թումո կենտրոն գալուց իրենց հետ չեն բերում ինչ-որ բաներ, չգիտեմ, օրինակի համար մատիտ, գրիչ կամ գրքեր, այստեղ ինչ որ հարկավոր է, Թումոյում ինչ դասեր որ լինում են, ինչ որ իրանց պետք է, այստեղ ամեն ինչը կա։ Ոլորտներից մի քանիսը թվեմ՝ երաժշտություն, անիմացիա, 3D մոդելավորում, գրաֆիկ դիզայն, խաղերի ստեղծում եւ այլն։ Գրանցվելուց հետո կողմնորոշիչ փուլը, մենք այդ փուլը անվանում ենք կողմնորոշիչ փուլ։ Կողմնորոշիչ փուլի ժամանակ ուսանողները գալիս են շաբաթական 2 անգամ, իսկ կողմնորոշիչ փուլը ավարտելուն պես, այսինքն ուսանողը պետք է ունենա 7 ներկայությունից, այսինքն 7 Թումո գալուց հետո ունենա 7 ավարտված վարժանք։ Ու ավարտելուց հետո, այսինքն 7 ներկայությունից 7 ավարտված վարժանք ունենալուց հետո իրենք անցնում են այդ կողմնորոշիչ փուլը ու շաբաթական արդեն գալիս են 2 անգամի տեղը, արդեն շաբաթական 1 անգամ։ Ներկա պահին ունենք մոտավոր 40 ուսանող,
Ուսանողների հաճախելությունը ESPA-ին կազմում է մոտավոր 80%, որը մեր պայմաններով շատ լավ է։ Ինչպես նշեցի, ուսանողների գրանցումը սկսում է 12 տարեկանից եւ վերջանում մինչեւ 18 տարեկան։ Այսինքն 12 տարեկանից մինչեւ 18 տարեկանները կարող են գրանցվել, բայց կան ուսանողներ, որ 20 կամ 22 տարեկան են, այդ ինչպես Թումո կենտրոնը հնարավորություն է տալիս իրենց այդ ուսանողներին շարունակել, եթե ուզում են շարունակել ու ինչ-որ բաներ նորից սովորել, իրենք կարող են շարունակել, օրինակ 18 տարեկանում գրանցվել են, շարունակեն մինչև 24, 25 կամ չգիտեմ 26 տարեկանում նորից հաճախեն Թումո կենտրոն։ Ես Ռիտա Կարապետյանն եմ, Ախալքալակի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի բարուսույցը։ Մեր համույթը գրում է Հայք անվանումը, համույթը գործում է 2007 թվականից, երբ որ բացվել է Ախալքալակի երիտասարդական կենտրոնը։ Մասնակցել ենք շատ փառատոնների, տեղում կազմակերպված փառատոնների եւ Վրաստանի շրջանում եւ Հայաստանի շրջանում կազմակերպված փառատոններին։ Փառատոններից վերադարձել ենք հաղթանակներով։ Մենք ունենք բարի խմբակի մեջ 100-ից ավել սաներ, պարապվում է 2 խմբով, փոքրերը եւ մեծերը։ Պարում ենք ազգագրական պարեր, ժողովրդական, վրացական։ Նոյեմբերի 23-ին Թիֆլիսում Արտ-խոլում կազմակերպված փառատոնին մասնակցեցինք նաև մենք, որը նվիրված էր Գյորգոպային։ Այս անգամ մասնակցել ենք փոքր խմբով, ստացել ենք դիպլոմ, գավաթ եւ մեդալներ։ Ես Սիրանուշ Պալոյան եմ, հաճախում եմ երիտասարդական կենտրոն 7 տարեկանիցս, հաճախում եմ բարի, երգի, դիզայնի խմբակներին։ Մենք գնացել ենք մրցումների Երևան, Ուռեկի, Թիֆլիս եւ այլն։ Մեր բարերն են հայկական, ժողովրդական, նազանի եւ այլն։ Մինչմանիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի, 2020 լոկ ճախրան կուպրիկ, մինչ մամիները մահվան, տենդը կսորվի
Մեր դաշտերու հողը, որ կա մերեդի է, մեր ձայնավոր աղբյուրները, ըսես սաղմոս ու շարական, էրթիքներ են, հուրվար ու վար թոնիրներ են, ջերմաղոտքի ու խուղի պես, դեպի երկինք, կապույտ ծուխն է հայու ոգին։ Ինչ է, ուր է, ուրգեք ու կա հայու ոգին։ Մի հարցնեք, ինչ է, ուր է, ուրգեք ու կա հայու ոգին, եկած է ան հայկեն կաշներ կապաշտ մուսին գեղապաչաչ, եկած է ան թելոր դախտի թուրք է ծեկեն, մեր թեթանոս նախնիններեն, մագիններու ոնց կրակեն, եկած է մեզ հայու ոգին։ Եկած է, կրվի ճակատ մեր դաշտերեն։ Բյուրն իզակներ, նետ ու բահան երկաթակուր, Սաղավարտյա այր ու ձեն գրող արյուն։ Հետարյունի ու արցունքի, ճամփաներեն եկած է մեզ, հայու ոգին։ Ան եկած է ավարայրի մեր հաղթական պատկութեն են, չեն անի 1000 գմբետներ են ու 1000 մեզ անգարներով ողանքներ են, մեր ողերում նետված պեղում, սերմերում պես ապրող սիրտն է հայու ոգին։ Անմես կուքա, մեր վանքերու քարոտ ճամփով, ժանվարժարան բանկ ճամփով։ Մեր պապերու ոսկորներ են, գերեզմանի տխուր ճամփով, արևի հետ անվար դիշներ, մեր արտերում, մեր սրտերում, ու վեհապար Արարատի անել, անհայտ ճամփով կուքա, հայու ոգին։ Ոգին կանչ է սիրուն աղջիկներուն հետաղոց, պապկե պսակ, պապկե նարոտ հարսնիքներում։ Հայու ոգին երկն է ուրախ, ծապ ու ծնցվա, արծակ ծիծախ, աղջիկներուն վար հեզանաս, հայ մայրերու գութու բարի ու մերոնավ լեցուն սրվակ, աչքերեն է, որ կկաթի հայու ոգին։ Մեր պապերու հնադարերան դպրությունն է ու հին լեզուն։ Ծմեր բուքին արեկած ու վանքի խուցի ջրաննա, մագաղաթեհի, հին մատյան տաղարանի ու մեսրոպի գերեզմանի ու երազի այբեր դիվն է հայու ոգին։ Մեր լեզուն է արևաբար, որ թե մարմին, թե հոգի է, կբաշխվի որպես նշխար, որպես հաղորդ ու նկանի, կբաշխվի որպես մարմին, որպես գինի ու մաս, հայու ոգին։ այդ ոգին է, որ կկախթե, կելներ ճամփա մեր երկնքեն ու մեր հողեն, ու կգտներ, ուր հայը մկա, ու անոր հետ զրույց կենը։ Անկը ժպտի, անկը տխրի, ու անոր հետ արցունք ուլա, որ մեր հողին ու երկնքին մեզ կտանի հայու ոգին։ Ինչն իրավ հայու ոգին։ Եթե նայք ձեր հոգվուն մեջ, պիտի տեսնեք մեր պապերեն բազմությունը, պիտի գտնեք սաղավարտյա բանակ մհին, պիտի գտնեք իմաստությունն ու ճրակը մեր վանքերում։
հոգու մեջ պիտի գտնենք մեր լեռներում ու ժայռերում մեջ թաքնված, արձագանքի մեջ թաքնված հայ հողին։ On Thursday it was raining, but it is a nice day today. The weather is warm and sunny. We didn't have our English class today, and Miss Larson was ill. So